ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի մտահոգություններ սեփական անվտանգության վերաբերյալ, սակայն փորձում է չկենտրոնանալ նման մտքերի վրա։ Ես մտահոգվում եմ այդ մասին, բայց անհրաժեշտ է դուրս հանել գլխից, հակառակ դեպքում անհնար կլինի կատարել իմ աշխատանքը, ասել է ամերիկյան առաջնորդը NBC News-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով զբաղվում է ներդրումային եւ տնտեսական համագործակցության հարցերով արտասահմանյան երկրների հետ, կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում նկատելի է առաջընթաց եւ գործընթացն ընթանում է լավ եւ դրական ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ անկասկած կա առաջընթաց եւ ընթանում է լավ դրական շարժում առաջ, լրագրողներին ասել է Դմիտրիևը։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի մասնակցությամբ Աբու Դաբիում անցկացվող բանակցությունների երկրորդ օրը սկսվելու մասին։ Ուկրաինայի հարցով Եռակոմ խմբի շրջանակներում բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել չորեքշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում, որտեղ մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ։ Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների երկրորդ օրը, ասվում է Ումերովի հրապարակած հաղորդագրությունում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի միջոցով Եվրոպան վերադարձնել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին։ Նման տեսակետ է հայտնել InfoBrics-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվաստացրել է Եվրոպային, ինչն աղավաղել է երկար պատմական դաշինքը։ Հիմա Մակրոնը ցանկանում է միջազգային հարթակում ներկայանալ որպես Եվրոպայի առաջնորդ, հանդես գալով անկախ երկխոսության նախաձեռնությամբ, ինչպես եվրոպական քաղաքական գործիչների մեծամասնության դեպքում նրա իրական մտադրությունը հակամարտության հետ կապված ռազմական գործողությունների անվերջ շարունակությունն է, նշվում է հրապարակման մեջ։ Բաքվի դատարանում հրապարակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավճիռը, 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվել։ Այսպիսով ՑՄՀ ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Բաքվի շինծու դատարանը 15-ից 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադադ Բաբայանին, Մելիքսեթ Փաշայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազարյանին։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, եթե դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու պահին մեղադրյալի 65-ամյակը լրացել է, նա չի կարող դատապարտվել ՑՄՀ ազատազրկման։ Դատական նիստը տեղի է ունեցել Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղայևի նախագահությամբ։ Այս շինծու գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի։ Դատախազները հենց նման դատավճիռ պահանջել էին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է տարածված տեսանյութին, որտեղ ոստիկանը բռնությանը ենթարկում քաղաքացուն, ենթադրյալ հանցագործի հարազատին։ Բնականաբար դեպքը որպես այդպեսին մտահոգում է եւ նման ցանկացած դեպք է ինձ մտահոգում, անմիջապես տեսանյութի տարածումից հետո էլ ես եմ հանձնարարել աշխատակազմին անմիջապես ենք մենք ինքներս դիմել քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով իրավասու պետական մարմիններին։ Այս փուլում չեմ կարող ասել, որ հստակ վերջնական պաշտոնական տեղեկատվությունը ինքս ունեմ, բայց գործով միանշանակ մենք էլ ենք հետևողական լինելու։ Պարզապես կխնդրեմ նաև վարույթի արդեն իսկ նախաձեռնված լինել չլինելու հետ կապված իրավասու մարմիններից էլ տեղեկատվություն ստանալ, միգուցե այս պահին նաև զարգացումներ լինեն։ Ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանրապես բռնության ու վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված ոչ այնքան վարույթի նախաձեռնման այդ ժամկետների հետ կապված խնդիրներն են, ոնց որ հենց գործերի քննության առումով, որովհետև գործերի քննության առումով միշտ ինքս նշել եմ, որ կարծես թե չափանիշային խախտումներ են մշտապես լինում այն տեսանկյունից, որ գործերից շատերով անհապաղ չի իրականացվում քննությունը եւ բնականաբար ապացույցների եւ այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ առաջանում են։ Հետևաբար այս առումով ես ինքս շատ կարևորում եմ, որպեսզի իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն։
Երևանում Ռոսիա տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Պատճառն այն է, որ տոնավաճառն ուզում են փակել։ Տոնավաճառի աշխատակիցներն ասում էին, որ տոնավաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, նրանք ուզում են այն դարձնել ֆուդ-կորտ, սվաղճանքի կենտրոն։ Տաղավարները վարձակալող տասնյակ վաճառողները մտահոգված են, որ իրենք կմնան առանց եկամտի։ Նրանց ասել են, որ տարածքը վերանորոգվելու է, իսկ իրենք կարող են տեղափոխվել Երևան տոնավաճառ, սակայն աշխատակիցները դեմ են։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին չբնութագրել Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները, որպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համանման։ Այս մասին հաղորդում է Եվրոպական Պոլիտիկո հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի հեռագրին։ Վալտոնեն կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ համեմատելը կարող է խաթարել դաշինքի հիմքում ընկած փոխադարձ պաշտպանության սկզբունքը։ Նա զգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինային տված ցանկացած երկկողմանի խոստման միջև շփոթության։ Հեռագրում նաեւ մեջբերվում է նրա խոսքերը, որ անհրաժեշտ է ստեղծել պաշտպանիչ պատնեշ ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների միջև, հայտնում է պարբերականը։ Արևմուտքը մտահոգված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախազգուշացումներով կամավորների կոալիցիայից Ուկրաինա զորքեր ուղարկելու հետևանքների մասին։ Նման տեսակետ է հայտնել բրիտանական Daily Express պարբերականը։ Ռուսաստանը սարսափելի սպառնալիք է հնչեցրել հարված հասցնելու մասին, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, նշվում է հոդվածում։ Փետրվարի 4-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կամավորների կոալիցիայի զորքերի տեղակայումը Ուկրաինայում կտրականապես անընդունելի է եւ որ Ռուսաստանի Դաշնությունը նրանց կհամարի օրինական ռազմական թիրախ։ Ամերիկյան վարչակազմը խնդրել է Իսրայելին խուսափել Իրանի նկատմամբ միակողմանի ռազմական գործողություններից, մինչ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ։ Այս մասին հաղորդել է Ynet պորտալը։ Ըստ տվյալների, ամերիկացիները Իսրայելին փոխանցել են խնդրանքը սպասել եւ չձեռնարկել անխոհեմ քայլեր, օրինակ կանխարգելիչ հարված։ Պորտալը նշել է, որ երկու երկրների միջև համակարգումը շատ սերտ է, գրեթե աննախադեպ։ Իսրայելական սպաների ԱՄՆ այցերի եւ ամերիկացի սպաների Իսրայել այցերի քանակը պարզապես անհավանական է։ Համակարգման մակարդակը աննախադեպ բարձր է, հայտնել է զրուցակիցը։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում Ռուսաստանը պաշտպանում էր սեփական քաղաքացիներին իր պատմական տարածքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Քաղաքական գործիչը որոշել է վերահաստատել պատերազմի նպատակը Ուկրաինայում, Վենեսուելայում ԱՄՆ-ի գլխավորած ռազմական գործողություններից հետո, որի արդյունքում գերի ընկավ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն արդարացնում է իր գործողությունները, հղում անելով Ռուսաստանի կողմից հատուկ գործողություն անցկացնելու որոշմանը։ Նա ընդգծել է, որ դա չի աշխատում։ Վերջինս հայտնել է, պատերազմի ընթացքում մեր երկիրը պաշտպանում է իր սեփական քաղաքացիներին, իր հայրենակիցներին իր պատմական տարածքում, հարևան պետության ճնշումներից, որի կառավարությունը ունի խիստ կասկածելի լեգիտիմություն։ Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը, ժամը 10:00-ի սահմաններում Մասկատում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար, նշել է նախարարը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X-ում արձագանքել է ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետի ավարտին, տեղադրելով նկար Գահերի խաղը սերիալից։ Նա տեղադրել է գիշերվա արքայի նկարը եւ ձմեռը մոտ է արտահայտությունը։ Ահա եւ վերջ, 1972 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը, նախկին ԽՍՀՄ եւ Միացյալ Նահանգները համաձայնություն չունեն ռազմավարական միջուկային ուժերի սահմանափակման վերաբերյալ։ Գրառում է կատարել պաշտոնյան։ Զելենսկին չի ուզում խաղաղություն Ուկրաինայում, դա կնշանակեր նրա կարիերայի ավարտ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Խիղճը եւ Զելենսկին լավ չեն համադրվում։ Նա միայն իր գոյատևման մասին է մտածում։ Եթե ուկրաինացիները Աբու Դաբի են ժամանել Ռադայում Ռյուտեի կողմից հնչեցված անվտանգության գաղափարներով, դա եւս մեկ անգամ ցույց կտա, որ Զելենսկին խաղաղություն չի ուզում, հայտնել է նախարարը։ Վերջինս հավելել է, որ չգիտի, թե ինչ կառաջարկվի ռուսական պատվիրակությանը Աբու Դաբիում։ Թեհրանը շարունակում է բանակցել Վաշինգտոնի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք մեզ հետ բանակցում են, հայտնել է նախագահը։ Իրանի միջուկային ծրագրին վերադառնալու եւ նոր օբյեկտներ բացելու փորձերը կհանգեցնեն Միացյալ Նահանգների կողմից շատ վատ բաների, զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ Նա նաեւ նշել է, որ Իրանի հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին պետք է շատ մտահոգված լինի։ Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին Դոնբասում Ուկրաինայի վերջին պաշտպանական գծի տարածքում գտնվող Կրամատորսկ քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչության տվյալներով հարվածների տակ են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի մեխանիզացված մոտոհետևակային եւ լեռնահարձակողական բրիգադների դիրքերը։ Հայտարարվում է, որ նշված գոտում ուկրաինական կողմը ունեցել է մինչև 165 զոհված եւ ոչ մարտունակ զինծառայող։ Ռազմական փորձագետների գնահատմամբ Կրամատորսկը հանդիսանում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի հատվածի վարչական կենտրոնը եւ տարիների ընթացքում վերածվել է ամրացված հենակետի։ Երկու ռուսական տիեզերական արբանյակներ հաջողությամբ որսացել են Եվրոպայի վրայով հաղորդագրությունները, այդպիսով հասանելիություն ստանալով գաղտնի տեղեկատվությանը, հաղորդում է Financial Times-ը, հողում անելով աղբյուրներին։ Հաղորդագրությունում նշվում է, որ երկու ռուսական տիեզերանավերը որսացել են մայրցամաքի վրայով անցնող առնվազն 1 տասնյակ կարևոր արբանյակների հաղորդակցությունները։ Անանուն պաշտոնյաների խոսքով որսումները ոչ միայն վտանգում են արբանյակների կողմից փոխանցվող զգայուն տեղեկատվությունը, այլև կարող են թույլ տալ Մոսկվային մանիպուլյացիայի ենթարկել նրանց հետագծերը կամ նույնիսկ հանգեցնել դրանց բախմանը։ Զայդ մրցանակապաշխության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել, որտեղ ասել է. «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, հետևաբար չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետեւ կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ սքածող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին, նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թե թևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թե թևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է, նշել է Փաշինյանը։ Ալիևին շնորհակալություն հայտնել արժանապատվության լուրջ կորուստ է։ Եվրամեդիա 24-ի տաղավարում նման գնահատական է տվել Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելուն։ Զոհված զինծառայողների ծնողները նույնիսկ ցույց էին կազմակերպել նախագահական ադմինիստրացիայի դիմաց, որովհետև ինչ-որ մի հատ սահման կա, երբ որ դու անցնում ես դիվանագիտության այսպես խելամիտ սահմանը, հա, եւ ունես արժանապատվության կորուստ։ Դրա հետ կապված Չերչիլը մի անգամ ասել է նաեւ, որ եթե դու ընտրում ես արժանապատվության եւ պատերազմի միջև, արդյունքում ստանում ես եւ արժանապատվությունը ես կորցնում եւ խաղաղությունը։ Չի կարելի անընդհատ դիմացի կողմին սեփական թուլությունը ցույց տալ։ Ի վերջո նույնիսկ խաղաղեցումը, նույնիսկ հաշտությունը եւ այլն պետք է արժանապատի պայմաններով տեղ ունենա, դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, ըստի վճռականորեն դատապարտում եմ այդ ինչ որ տեղի ունենում եւ չեմ համարում, որ դա ունի ռացիոնալ բացատրություն։ Չունի ռացիոնալ բացատրություն, դա այսպես կոչված Ստոկգոլմյան սինդրոմ է։ Ավելի վատ Երևանյան։ Դա Ստոկգոլմյան միջազգային ոնց որ անվանումն է, հա, երբ որ զոհը անընդհատ դահաճին փորձում է գցնել։ Արամ Ավեհափարը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսին Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի ազատ արձակման համար։ Նամակի մեջ Վեհափար հայրապետը հիշեցրել է, որ միջազգային օրենքը հստակորեն շեշտում է թե ռազմագերիների ազատ արձակումը եւ թե հոգեվոր մշակութային կոթողների պաշտպանության կարեւորությունը։
թուրքերին տեսնում հալվում են, թողնես ձեռքները կպաչեն։ Այս բացին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ Բարձր որ միջանց տալով մենք նպաստել ենք թուրանական աշխարհի ձևավորմանը։ Եվ հիմա ողորմություն ենք խնդրում, ասում եք չմոռանաք, չէ, որ մենք ենք միջանց կտվել, մեզի հանգարց չոչնչացնեք։ Կամ էդի պահված կա մոտենալ բանին 3 հատ թուղթ ստորագրել Ալիևը, որ գերիներին պիտի բաց թողի։ Էդի պահված կա հանրապետության ղեկավարների համար, լինի նախագահան, լինի վարչապետը, որ մոտենում են քծնելով բարևում են ու շնորհակալություն հայտնում։ Ո՞ր են մեր գերիները։ Ստորագրել է, չէ։ Գուցե միջև ընտրություններ էլի վերադառնան էլի։ Հա կարող է քայլանի ընտրություններ, որ ընտրություններից հետո մեկը անկլավով, մանկլավով ամեն ինչ խլելու է։ Հարց տվեք, կանչեք, հնարավոր է կանչեք Փաշինյանին չի գա։ Այդ ինքն էլ չէ, ինքն ու Ալեն Սիմոնյանը, Արամ Զավենի Սարգսյանը չէին բլբլում, ասում էին, կյանքում Հայաստանի տարածքով ելելով նոյեմբերի 9-ի փաստաթղթից Հայաստանի տարածքով միջանցք չի լինի։ Այսինքն դուք միջանցքին դեմ չէիք, տղաներ, դուք դեմ եք ռուսներին։ Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ քրեական դատարանում քննվել է նախագահող դատավոր Էդգար Մանասյանի բացարկի միջնորդությունը։ Պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշել է, որ բացարկի պատճառը գործող դատախազ Վահան Հարությունյանի հետ դատավորի ունեցած ընկերական կապն է։ Արա Զոհրաբյանը հավելել է, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև գործող մյուս դատավոր Վաչե Մարգարյանի հետ կապված, սակայն նրա նկատմամբ բացարկի միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ եթե նախագահողի բացարկի միջնորդությունը հաստատվի, դատավորների ամբողջ կազմը պետք է փոխվի։ Դատարանը մերժել է միջնորդությունը, այսպիսով Միքայել Սրբազանի վերաքննիչ քրեական բողոքը կքննեն դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը եւ նախագահող Էդգար Մանասյանը։ Միքայել Սրբազանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին ժամը 15:00-ին։ Դատական նիստին փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ տեղեկացրել է, որ Միքայել Սրբազանը կրկին վիրահատության կենթարկվի երկրորդ վիրահատությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 10-ին։ Աբու Դաբիում աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալամի հետ։ Այս մասին տեղեկանում են կառավարությունից։ Մուհամմադ Աբդել Սալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու եւ այսօր կայանալիք Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու փաստը նորազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաեւ կնպաստի տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ բարձր գնահատանքի համար, ընդգծելով խաղաղության եւ փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարեւորությունը։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փալյանը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին։ Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի 3-րդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան, ասել է Փալյանը։ Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել, կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ, ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ։ Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցների իրացման հատկանիշներով։
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոններ, ըստ ԱՊԱ-ի այսօր Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկ տեղափոխող 8 երկաթուղային վագոն։ Նշենք, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված վերջին հացահատիկային վագոնները փետրվարի 1-ին են մեկնել։ Երեք Հայաստան է ժամանել 25 վագոն, որոնք տեղափոխել են 1746 տոննա հացահատիկ տարանցիկ ճանապարհով անցնելով Ադրբեջանով։ Մինչ այդ Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի միջոցով ուղարկվել էր 285 վագոն, որոնք տեղափոխում էին հացահատիկ մոտավորապես 19900 տոննա։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Աբու Դաբիում կայացած Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպումից հետո բանակցությունները կներառել առանձին խմբերի աշխատանք։ Հաջորդը աշխատանքներ կիրականացվեն առանձին խմբերով, կոնկրետ ոլորտներում, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների երկրորդ համատեղ համաժամեցում, ասվում է Ումերովի հայտարարության մեջ։ Արաբական Միացյալ Էմիրությունների չեզոքությունը թույլ է տվել Աբու Դաբիին դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների վայր։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության մեջ կողմեր չընտրելու որոշումը թույլ է տվել նրան դառնալ խաղաղության բանակցությունների չեզոք հարթակ, նշել է խորհրդականը։ Եվրամիության դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը հայտարարել է, որ Եվրոպան արդեն գտնվում է պատերազմի վիճակում Ռուսաստանի հետ։ Մենք արդեն գտնվում ենք Ռուսաստանի հետ պատերազմի վիճակում։ Եթե խոսենք պատերազմի մասին, եվրոպական երկրների քաղաքացիների զորակոչով եւ նրանց մասնակցությամբ մարտական գործողություններին առաջնագծում, ես նախընտրում եմ մտածել, որ դա տեղի չի ունենա, ասել է նա։ Ըստ նրա, Եվրամիության համար անհրաժեշտ է հասնել արդարացի եւ կայուն խաղաղության, եւ դրա համար հարկավոր կլինի ԱՄՆ-ի աջակցությունը։ Մարտինես Կարբոնելը նշել է, որ եվրոպացիները պետք է ընկալեն առաջնահերթությունների փոփոխությունը, քանի որ պաշտպանությունը ուժեղացնելը պահանջելու է ռեսուրսների վերաբաշխում եւ կարող է նշանակել սովորական կյանքից որոշակի հարմարավետությունից հրաժարվելը։ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը կհուղարկավորվի Սիրտ քաղաքում, իր ցեղի հայրենիքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Տրիպոլիում նստաշրջան անցկացնող Լիբիայի գերագույն պետական խորհրդի անդամ, Զինթանի քաղաքից падգամավոր Խալիֆա Աս-Զուվեյբը։ Արկա տեղեկությունների համաձայն նա կհուղարկավորվի Սիրտում, Քադաֆիի ցեղի հայրենիքում, ասել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Լիբիայի նախկին առաջնորդի սպանված որդու մարմինը ընտանիքին է փոխանցվել հողին հանձնելու համար։ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահին անհրաժեշտ է Կիևի նկատմամբ լիակատար վերահսկողություն, իշխանության ավտորիտար ուղղահայացի կառուցումն ավարտելու համար։ Ըստ տվյալների, Ուկրաինայի առաջնորդը մեծացնում է մայրաքաղաքի վրա տնտեսական ճնշումը, քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի անարդյունավետությունը ցույց տալու համար։ Կենտրոնական կառավարության եւ քաղաքապետի միջև հակամարտությունը շարունակվում է մոտ 7 տարի եւ ինչպես նշվում է, այժմ կարող է մտնել ակտիվ փուլ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև զինված հակամարտությունը ունի բոլոր հնարավորությունները։ Ավարտվելու 2026 թվականի գարնանը, հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով ԱՄՆ հանրապետական արտաքին քաղաքականության փորձագետին, որը խորհրդատվություն է տրամադրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակին։ Ես զգուշավոր լավատես եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները այս հակամարտությունը գարնանը ավարտելու համար, ասել է աղբյուրը։ Նրա խոսքով Կիևի պատվիրակության եւ ռուս բանակցողների միջև փոխգործակցությունը զգալիորեն բարելավել է իշխող ժողովրդի ծառա կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի ներգրավումից հետո։ Փորձագետը նաև նշել է, որ Մոսկվայի ներկայացուցիչները հարգում են ուկրաինացի պատվիրակներին, նրանց համարելով իրականությունը հասկացող եւ փոխզիջման պատրաստ մարդիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այս պահին բանակցություններ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նշելով, որ Թեհրանը ցանկություն ունի բանակցելու։ ԱՄՆ առաջնորդը հրաժարվել է հայտնել հանդիպումների անցկացման վայրը, ընդգծելով, որ բանակցություններն ընթանում են ոչ թե մեկ, այլ մի քանի հանդիպումների շրջանակում։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին սպանվել է արևմտյան Զինտան քաղաքում։ Հաղորդվում է Սեյֆ ալ-Իսլամի վրա հարձակվել են 4 զինյալներ։ Նրանք նրան կրակել են իր տանայգում, ապա փախել դեպքի վայրից։ Մուամար Քադաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Լիբիա ազգային անցումային խորհրդի մարտիկները նրան գերի են վերցրել։ Գերեվարման ժամանակ նախկին առաջնորդը վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել։ Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Աբու Դաբիում ամրապնդվել են Ուկրաինայի շուրջ սպասվող բանակցությունների նախաշեմին։ Դեսպանատան շենքի առջև հերթապահվում է զինված պահակախումբը։ Դեսպանատունը աշխատում է սովորական ռեժիմով։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $800 միլիարդ, հայտնել է Forbes ամսագիրը։ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը անցել է $800 միլիարդ սահմանը այն բանից հետո, երբ նրա հրթիռատիեզերական SpaceX ընկերությունը ձեռք է բերել արհեստական բանականության և սոցիալական ցանցերի ոլորտում գործող նրա XAI ընկերությունը, հայտնել է ամսագիրը։ Forbes-ի գնահատմամբ գործարքը, որի արդյունքում ձևավորվել է $1.25 տրիլիոն արժողությամբ միավորված ընկերություն, Մասկի կարողությունը միանգամից ավելացրել է $84 միլիարդ, հասցնելով այն ռեկորդային $852 միլիարդ։ Ռուսաստանը G20-ի շրջանակում համատեղելով ջանքերը համաշխարհային մեծամասնությանը պատկանող երկրների գործընկերների հետ իրավական գնահատական կտա եվրոպական երկրների կողմից նավերի ծովահենային զավթումներին, որոնք ստեղծում են տնտեսական ռիսկեր և կպահանջի հրաժարվել այդ գործելակերպից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Նա նշել է, որ Եվրամիության առանձին երկրների կողմից նավերի զավթումների պատճառով առաջանում են էներգակիրների փոխադրման և կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգությանը սպառնացող ռիսկերը։ Դիվանագետի համոզմամբ դա խնդիրը դարձնում է կարևոր G20-ի բոլոր երկրների համար։ Քննարկումը լինելու է սուր, բարդ և անհարմար, առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար։ Սակայն մենք անպայման բարձրացնելու ենք այս հարցերը և համաշխարհային մեծամասնության երկրների հետ պահանջելու ենք հրաժարվել նման ծովահենային գործելակերպից, ասել է դեսպանը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են թրիփի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։ Եղանակը առաջիկա օրերին։ Փետրվարի 5-ի գիշերը 7-ից 9 առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ից 3-ը և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 3-ից 6 մետր/վայրկյան։ Փետրվարի 4-ից 3-ը 5-ից 9 առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 13-ից 16 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով, փետրվարի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։